Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Ես հիմնականում ուզում եմ իմ ելույթը ուղղել երիտասարդներին, ովքեր այս տարի առաջին անգամ մասնակցելու են ընտրություններին, ովքեր չեն ապրել այն տարիներին, երբ մենք շատ ու շատ բաներ ենք տեսել, եւ ուզում եմ դուք անպայման տեղյակ լինել, թե ինչպիսին Հայաստան ենք մենք ունեցել։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Իմ սերունդը ոչ թե լսել, այլ ապրել է Քոչարյանի, Սերժ Սարգսյանի տարիներին։ Երբ հիմա նրանք փորձում են դասեր տալ պետության, տնտեսության կամ քաղաքական մշակույթի մասին, մեղմ ասած զարմանալի է։ Նրանց իշխանության մասին մենք կարող ենք խոսել օրերով։ Նրանց իշխանության ժամանակ էր Հայաստանում ձևավորվել փակ քաղաքական համակարգ։ Իշխանությունը ոչ միայն վերահսկում էր պետական բոլոր լծակները, այլ ոչնչացնում էր նաև ցանկացած այլընտրանքային քաղաքական ուժ։ Ընտրությունները դարձել էին փորձություն այլ քաղաքական ուժերի համար։ Եվ հիմա այն մարդիկ, որոնք այսօր ելույթ ունեցան կամ տարատեսակ ամբիոններից ելույթ են ունենում, բոլորը այդ քաղաքական համակարգի շարավիղներն են, ժառանգորդներն են, որոնք տարիներ շարունակ սպասարկել են նախկին իշխանություններին եւ սպասարկել են նրանց քաղաքական օրակարգերը։ Հիմա խոսում են վախի մթնոլորտից, վերարտադրվելուց, վախեր եւ տարբեր վախերից։ Մեկը գալիս է ասում է դուք վախեր ունեք, մյուսը գալիս է ասում է դուք պետությունում ստեղծել եք վախի մթնոլորտ։ Հարգելիներս, կողմնորոշվեք, վախ ունեցող մարդը վախի մթնոլորտ չի ստեղծում մեկ։ Եվ վախեր դուք ունեք, որովհետև վախի մթնոլորտ չեք կարողանում ստեղծել։ Այստեղ է ձեր խնդիրը։ Դուք չեք կարողանում գալ այս ամբիոնից ազնվորեն խոստովանել, որ դուք ընտրակաշարք բաժանող, ընտրություն կեղծող, ձայներ գողացող եւ ընտրություն գողացող ուժերի մասնիկներն եք։ Դուք չեք կարող գալ այս ամբիոնից ասել, թե ինչպիսի համակարգեր եք ձևավորել կրթական հաստատություններում։ Դուք գալիս եք այստեղ խոսում եք դպրոցներից, դպրոցաշինություններից, մեկը մի օր չեկաք ասեք, որ դուք դպրոցները ձեր իշխանության օրոք դարձրել եք ընտրական համակարգերի կեղծման փոքրիկ օջախներ։ Երբ ուսուցիչները զբաղվում էին մարդկանց ցուցակագրելով, երբ ուսուցիչները զբաղվում էին ընտրակաշարք բաժանելով, 2008 թվականին Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտում դասախոսներից մեկը գումար էր բաժանում Սերժ Սարգսյանի համար։ Այսինքն ուսանողներին կրթելու փոխարեն բանակից էիք խոսում, մեծ բաներից էիք խոսում, այդ մարդը փող էր բաժանում, որ գան Սերժ Սարգսյանին ընտրել։ Այդ մի օրինակ եմ ասում, որի հետ անձամբ առնչվել եմ։ Ու նմանատիպ բազմահազար օրինակներ կան։ Հիմա եկել ասում եք վախեր ունեք, ուզում եք վերարտադրվել։ Կամ փաստեր կան, չէ՞։ Հիմա նոր նայում էի, այս ուժեղների ուժի մասին է խոսքը, Լոռու մարզ 2012 թվական բացակարգ մակարողներն էին բաժանում մարդկանց, ընտանիքի յուրաքանչյուր անդամին 2 տուփ։ Այստեղ երևի կարևոր բառը բանն է, բացակարգ մակարոներ են։ Եվ այնտեղ մեկն էլ խոսում է, ասում է, դե համայնքը մեզ լավ տեղեկություններ է ներկայացել ցուցակների տեսքով։ Այդ ինչի մասին էր։ Հիմա այս մարդիկ տելևիզոր են բաժանում, չէ, տելևիզորի փոխարեն գումար են խոստանում։ Բան չի փոխվել, տարիներն են փոխվել, դեմքերն են փոխվել, արհեստական բանականությունն է եկել օգնության եւ արդեն այլ ձևով են շարունակում իրենց գործունեությունը։ Մի արեք ժողովուրդ ջան, մի արեք, դուք չեք կարող գալ եւ այստեղ խոսել ինչ որ ապօրինություններից, դուք չեք կարող խոսել, որովհետեւ չկան դրանց մասին, ասում եմ, բազմաթիվ օրինակներ ունեմ, ասում ես օրինակ բեր, ասում եմ, բերել եմ։ Երբ, որտեղ, չկան այդ օրինակները։ Բերեք միասին գնանք այդ բոլոր օրինակների հետևից։ Իսկ ձեր բերած օրինակի հետևից գնացել ենք եւ այդ մասին հրապարակում եղել է։ Հիմա եկել այստեղ, բա եկեք այստեղից հենց հիմա խոսեք, ասեք, որ ամոթ է, չի կարելի քաղաքացուն շահագրգռել, չի կարելի գումար խոստանալ, հետո էլ այդ ձայնագրության մեջ երբ որ ասում դե կասես ստեղ ընդեղ էլ չխոսա։ Բա որ խնդիր չունեիք, ոչ մի բան չէիք անում, ինչի էիք ասում այստեղ ընդեղ չխոսակ։ Ասեմ ինչի, չեք խոսելու, որովհետև դա ձեր
արժե համակարգի ամենակարևոր մասն է։ Եվ երբ էլի ընտրություններից ենք խոսում, գալիս եք պատերազմ բերած ուժը չի կարող մասնակցել ընտրությունների, հաղթանակ ակնկալել։ 2021 թվականին գնացինք, հրաժարական տվեցինք, քաղաքացիների մոտ ասեցինք, մենք այս ուժն ենք, մեզ ուզում եք ընտրել, թե չեք ուզում ընտրել, մենք ենք, մեր օրոք տեղի են ունեցել այս դեպքերը, մարդիկ մեզ վստահության քվե տվեցին, ինչի չեք կարողանում հաշտվել այդ իրողության հետ, այդ խոսակցություններին վերջ տվեք, պատերազմը վերջ տվեք։ 2021 թվականի ընտրությունները որևէ մեկը չեք կարող դնել կասկածի տակ, ինչպես նաև 2026 թվականի գալիք ընտրությունները։ Եվ հիմա ամեն ձևով փորձում եք նախադրյալներ ստեղծել, որ էլի 26 թվի հունիսի 7-ից հետո գաք տարբեր տեսակի փաստարկներ հորինեք, այդ հացումներն էլ են հորինում, 101%-անոց հացումները, որ հետո գան ասեն, դե մենք հացումներ էինք արել, մեր ուժը այսքան տոկոս ուներ, սակայն մենք հավաքեցինք ցածր տոկոս, ուրեմն մի բան արվել են, ընտրությունները կեղծվել են։ Այդ պրիմիտիվ մտածելակերպը վերջացեք, այստեղ բան չի, մանկապարտեզ չի, որ պլանները գծեք, թե ինչ պիտի անեք եւ ձեր ուզածով գնա։ Արհեստական բանականությունը իրական կյանքում նենց չի աշխատում ոնց որ։ Այդ որ դուք տես chat GPT-ին հացում եք, հա ինչ անենք, որ լավ լինի, ընդեղից էլ գրում է ինչ անեք, որ լավ լինի, լավ չի լինում։ Ձեր առաջնորդի վիդեոներն էլ դրա մասին են խոսում։ Ընտրակաշարք թե բարեգործություն։ Դրա տարբերությունն էլ չգիտեք։ Կերակրող մայր, մի արեք տենց բաներ, որովհետև արդեն այդ շահարկումները չի կարելի, սիրուն չի ընդունվում։ Գյուլեղյանը այստեղ գալիս ասում է, վարչապետը եկեղեցում ինչ քաղաքական գործունեություն էր ծավալում, այսինքն ինչպես հասկանանք, Հայաստանի Հանրապետության վարչապետը մենակ կառավարության շենքում է վարչապետ, հենց կառավարության շենքից դուրս է գալիս տարբեր շենքերում այլ դերակատարում է ստանձնում։ Դա ինչ պրիմիտիվ մտածելակերպ է, ինչքան կարելի է մարդկանց հիմարի տեղ դնել։ Չեն հասկանում, որ այլ մարդկանց չի կարելի հիմարի տեղ դնել։ 2018 թվականից հետո ձեր այդ մանիպուլյատիվ դաշտը ավարտվել է, էլ չեք կարողանալու մարդկանց հիմարի տեղ դնել, մարդկանց ահաբեկել, մարդկանց վախեցնել։ Ընտրությունների ժամանակ առավել ևս։ Վերջացել ընտրությունների ժամանակ մարդկանց մոլորեցնելու ձեր դարաշրջանը չի լինելու, չեք կարողանալու, որովհետև դուք էլ գիտեք, անշրջելի է դա։ 2018 թվականի ընտրություններից հետո անշրջելի է, որովհետև բազմաթիվ ընտրություններ են տեղի ունեցել, համայնքային, համապետական, չի եղել մի բան, որ կարողանա կասկածի տակ դնել, այդքան ընդդիմադիր համայնքապետեր են ընտրվել։ Նորմալ է, որովհետև մենք չենք սեփականաշնորհել քաղաքական համակարգը, մենք չենք ասել, մենք ենք լինելու այս պետության տեր ու տիրականը, մենք չենք ասել, բաց մցակցային քաղաքական դաշտ գոյություն ունի այսօր, երեկ եւ վաղը, եւ դուք այդ համակարգում չեք կարողանում ձեր գործունեությունը ծավալել, որովհետև սովոր չեք, որովհետև ձեզ պետք է, որ զարտուղի ճանապարհներով մարդկանց ձայները գողանաք, դուք ձայնագողեր եք։ Եվ դուք չեք կարողանում այդ կերպարից դուրս գալ, որովհետև այդ դրանից եք միսուարյուն դարձել։ Եվ համակերպվեք, այո, մենք ունենալու ենք եւ ունենք ազատ ընտրություններ, եւ այդ ազատ ընտրություններում դուք ինչ կգրանցեք, դրա տերն եք, դրանից ավել չեք կարող, որովհետև այն ժամանակ էլ չէիք կարող, եթե չկեղծեիք, չահաբեկեիք, մակարոն, տուկի թել, ջեմ, մուրաբա, չփող եւ փող չբաժանեիք։ Այդ եք դուք ջեմի, մուրաբայի ուժեր եք, դուք տուկի թել եք, դուք սենց փաթաթված տուկի թելի կուսակցություններ եք, բոլորը միասին վերցված։ Եվ էլի շարունակում եք գալ այստեղից քաղաքական վեր գաղափարներից խոսել, չկան այդ գաղափարները, կան այդ գաղափարները, բայց ձեր մեջ չկան, ձեզնից հեռու են։ Ու այս բոլոր ուժերը, որոնք այսօր մեր երիտասարդներին փորձում են գրավել իրենց կողմը, ես ուզում եմ մեր երիտասարդներին բոլորին հուշել, խնդրել, ասել, կարդացեք, տեսեք, թե ովքեր են այս մարդիկ, ով է Ռոբերտ Քոչարյանը, ով է Սամվել Կարապետյանը եւ ընդհանրապես նրանց ցուցակում գտնված մարդիկ ովքեր են այս մարդիկ, ով է Ծառուկյանը, ովքեր են այս մարդիկ մեկ ուժ են, մեկ ուժ, տարբեր ցուցակներով։ Կարող է ցուցակը լինի 3 հատ, 4 հատ, 5 հատ, բայց այս մարդիկ մեկ ուժի
տարբեր միավորումներ են, որոնց մեկ անունով ուղղակի կարելի է կոչել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Իրենք որևէ կերպ հանուն Հայաստանի Հանրապետության չեն աշխատել եւ չեն աշխատելու։ Հետևաբար խնդրում եմ ուշադիր եղեք, սիրելի երիտասարդներ, թե ովքեր են առաջարկում իրենց ձայն տալ եւ ինչպես են առաջարկում իրենց ձայն տալ։ Հայաստանի Հանրապետության ապագան դուք եք։ Հայաստանի Հանրապետության խաղաղ ապագան դուք եք եւ առաջարկում եմ տեր կանգնեք խաղաղությանը։ Շնորհակալ եմ։ Խաչատուր Սուքիասյան, Հաջորդ Երևույթի համար համեցեք։ Շնորհակալություն, պարոն Արշակյան։ Հարգելի գործընկերներ, ես պետք է մի քանի միտք